Բարև ձեզ, ես Կարեն Քյուփելյանն եմ, արվեստագետ, այսօրվա մեր զրույցը, որը տեղի ունենում մարտական եղբայրության գրասենյակում, նյութը լինելու է մշակույթ եւ անկախ պետության հիմքերը։ Այսօր մենք պետք է շատ ուշադիր անդրադառնանք մի կարևոր հանգամանքի, որը որ ունենք խնդիրներ առաջացած նաեւ մշակութային ոլորտում։ Այդ մշակութային հարցերը մենք պետք է դիտարկենք հետևյալ ձևով։ Առաջինը մենք պետք է իմանանք մեր պատմությունը առաջինը, որտեղից ենք գալիս, որպես մշակութային կրող եւ ժառանգորդ։ Եվ ամենակարևորը ինչ ունենք։ Երկրորդը այն կարևորը հանգամանքը մենք ձևակերպենք, մենք ինչ ենք ուզում ունենալ, ինչ ենք մենք ձգտում, ինչ ենք մենք ձգտում։ Շատ կարևոր հանգամանքը, թե մենք ինչ ենք ուզում ձևակերպենք մենք բոլորս, որպես հանրություն, որպես պետություն, որպես հասարակություն, հենց մշակութային առումով, եւ երրորդը, որը որ իր մեջ ներառում է ինչպես դա ստեղծել, ինչ համակարգերի ներդրմամբ այն ստեղծել։ Ինչ ունենքը դա եղած այն է, որ ասենք խորհրդային միության փլուզումից հետո խորհրդային միության ժամանակ եղել են խութսավետ կոչվածներ, գեղարվեստական խորհուրդներ, որը տարբեր առումներով իրանք ասենք հավանություն են տվել տվյալ ստեղծագործությունը մտնի եթեր կամ ասենք համերգասրահ կամ ցուցասրահ եւ այլն։ Այդ մի խումբ մարդիկ որոշել են բոլոր մնացած արվեստագետների թույլատրության չափը, որը օգտվել է նաեւ սոցիալական առումով շրջագայությունների տեսքով, արվեստանոցների կամ ասենք հանրության ավելի հայտնի լինելու, ասենք գրքերի տպագրության եւ այլ առումներով։ Բայց քանի որ խորհրդային միությունը փլուզվեց, դա էլ իր հերթին է փլուզումը տեղի ունեցել եւ դրա հետևանքով ինքը դաշտը մնացել է պարապ, այսինքն ինքը չի ստեղծվել նոր մեխանիզմներ, որը որ կարողանար համաշխարհային բան մտներ դրա մեջ, առերեսում լինի մեր արվեստագետների եւ աշխարհի մյուս արվեստագետների, աշխարհում ինչ է կատարվում, որտեղ արվեստագետը պետք է անդադ շրջագայի ունենա այդ ինֆորմացիոն պակասը չունենա, այդ փոխակերպումները պետք է տեղի ունենա իրար հետ։ Այսօր մենք ծառացած այդ խնդիրների հիմնական մասը նաև հենց այդտեղ է տեղի ունենում, որը խորհրդային միության փլուզումից հետո իր ամբողջ 35 տարվա մեջ ինքնահոս իրավիճակ է տեղի ունեցել բոլոր ասպարեզներում։ Նախ եւ առաջ կուզեմ շեշտեմ, որ մենք ինքներս հանդիսանում ենք որպես մշակութային առումով արժեքով արևմտյան արժեհամակարգի կրող ենք, այլ ոչ թե ռուս-թուրքական կամ ասենք ռուսական, այդպես ինչպես մեզ են այս վերջի տասնամյակներին ներկայացել կովկասյան ինչ որ մի եւ երաժշտությունը եւ նիստուկացը մշակութային խնդիր է տեղի ունենում մեր մոտ, այսինքն մեր հայկական մշակույթը այսօրվա հայաստանյան մշակույթը ինքը ի վերուստ ինքը ժառանգություն ունի որպես արևմտյան արժեհամակարգ, եվրոպական մշակութային մաս, բայց այստեղ խեղաթյուրումները ավելի քան ակնառու են։ Նաև կուզեմ շեշտը դնեմ կրթության վրա, որը որ եթե մենք ուզում ենք ունենանք ինչ որ մի բան ենք ուզում ստեղծենք, մենք պարտադիր պետք է անպայման ունենանք լավ կրթություն։ Այդ կրթական համակարգը օրգանական կապ ունի մշակույթի հետ եւ մեր կրթական վիճակի ուղիղ իրավիճակը անդրադառնում է նաև մեր մշակույթ ասելով ես նաև նկատի ունեմ մենտալիտետի վրա, այսինքն մենք ինչ հասարակություն ենք ուզում, կլինի քաղաքական, կլինի այս կամ այն հարցի շուրջ, ասենք տգեղ մի երևույթ, որ ասենք ինչա մեր մոտ ուժեղ զարգացել ռաբիզը, հա, ինքը այդ երևույթը օդից չընկավ միանգամից, ինքը եթե նախապատմությունը նայենք, երբ որ խորհրդային միության ժամանակ նոր որ ասեցի խութսավետների միջոցով արգելվում էր նրանց մուտքը, նրանք հանդես էին գալի ռեստորաններում, որոնք ասենք
ունեին իրենց լսարանը։ Նույն ցեխավիկների տեսքով, BХS-ի աշխատողների, որոնք ասենք ֆինանսապես հնարավորություն ունեին մասնակցելու այդպես միջոցառումներ անելու, այդպես ռաբիզի ավելի թույլ տեսակներով հանդես էր գալիս երաժշտությունը, բայց երբ որ խորհրդային փլուզվեց, այդ արգելքները վերացան, պարապ հողի վրա սկսեց աճել մոլախոտը, ու այդ ինքը մեծ թափով առաջացավ, այդ կլկլոցը, այդ արևելյան ռաբիզը, մուղամ ասեմ, այսինքն մեր Դանիել երաժիշտը մի լավ խոսք ունի հայ երգի երիչերիներ, այսինքն իրանք իրենց ձեռով ստեղծեցին մի բան, որը ավելի հեշտ հասանելի էր, հեշտ մարսվող էր այդ հանրության համար, բայց արդյունքում չարվեց այն աշխատանքը, որը որ կրթությունով պետքա ստեղծվեր այդ համակարգը, կրթությամբ պետքա տրվեր, այսինքն եթե մենք ուզում ենք ունենանք լսարան, որը պետք է գնա լսի, ասենք դասական երաժշտության մեջ Բախը, նա պետք է կրթված լինի այդ մարդը, նա համապատասխան պետք է կրթություն ունենա, որ նոր լսի այդ երաժշտությունը, այսինքն սպառումը պետք է նաև ապահովի այդ կրթական վիճակը, եւ ընդհանրապես բոլոր առումներով, կլինի քաղաքական կողմնորոշում, կլինի տնտեսական, կլինի բոլոր առումներով այդ մշակութային սեգմենտը ամենահիմքն է, որը ինքը չի անտեսանելի է, բայց ինքը մեր հետ ամեն տեղ է։ Եվ այդ հոգևոր այդ հատվածը, որը մենք միշտ անտեսել ենք, եւ այդ պարապտեղը միշտ լրացվել է։ Ու ասենք դա կապ չունի ում միջոցով։ Կարևորը որ մենք պետք է ունենանք պետական մոտեցում ու ճիշտ կառավարման համակարգ, որտեղ եւ կրթությունը եւ մշակույթը շատ ավելի լուրջ կվերաբերվի եւ օրգանական կապը շղթայական աշխատի։ Այսինքն չեմ ուզում օրինակ բերեմ խորհրդային միության ժամանակ այն օրինակը, որ ասենք գյուղերից երեխաներին բերում էին, ասենք պազիկներով ցուցասրահներ, թատրոններ, գրադարաններ, ասենք մշակութային միջոցառումներ, այդ երեխաների այն ժամանակվա երբ որ մեծանում էին, իրենց վրա մեծ տպավորություն էր թողում, այդ ամեն ինչը ինչ որ իրանք տեսել, լսել էին։ Այդ ամեն ինչից երբ որ կտրվում է, միայն ասենք Երևանում է դա տեղի ունենում, որ այն էլ որոշակի մարդկանց իրենց ընտանիքների իրենց նախաձեռնության շրջանակներում, ինքը արդեն սկսում է կտրվել այդ բանը։ Այդ պարապը լցվում է զիբիլով, այն զիբիլով, որը որ մեզ համար ցանկալի չի։ Այսինքն դրա հետևանքա եւ ռաբիզ երաժշտությունն է եւ հեռուստաեթերների, ասենք կիսաբաց լուսամուտներ կլինի, որոնք մասաներին երջանկություն են ապահովում, ասենք ԱԼՄ ստուդիա, կավեին ստայլը, այսինքն այդ սովետական KGB-ի այդ ստեղծած հումորային պրոյեկտը, հասկանում եք, ինքը դա անպայման հենց այնպես չի լինում, դա ունենում է իր հետևանքը։ Այդ մարդիկ ունենում են հետագայում նաև որոշում։ Այդ հիմա sense մի հատ հարց, մենք ունենք օրինակ մեր երկրում, ասենք դեմոգրաֆիայի հարց։ Ասենք ուղիղ կապ ունի այդ մշակույթը, ինչի համար, որովհետև մենք ինչ սերունդ ենք մեծացնում, երբ որ ունենում է թեթև դժվարություն, այդ մարդիկ ձգտում են green card շահել եւ գնան, ասենք Հայաստանից դուրս օրինակ։ Բայց ինչի չունենանք այնց մի հատ դաստիարակություն կամ այնց մի համակարգ կառավարման, որտեղ մենք ունենանք դժվարություն կա, պետք է այդ դժվարությունը հաղթահարես ու քո հողի վրա ապրես, օրինակի համար։ Շատ կարևոր հանգամանք է, որը որ մեզ համար դա օրհասական է։ Թվում է թե ինչ ա եղել, որ մարդը կարա իր ազատ ընտրությամբ շարժվի, բայց այնուամենայնիվ ինքը ունենում է նաև այդ մենտալիտետի խնդիր, որ այսինքն երկրում մենք ունենում ենք մշակութային հստակ ճեղքվածք, որը մարդը իր լավ օրը տենում է դրսում, այլ ոչ թե իր երկրի մեջ ու այդ խնդիրները դա սա գալիս է մենտալիտետի, մշակութային այդ բացի շնորհիվ։ Այսինքն մենք ունենում ենք կրթություն եւ մշակույթ իրար հետ փոխկապակցված բացեր, որը որ միաժամանակ մեր արվեստագետներն էլ իրանց հերթին այդ բացի պայմաններում իրանց լավ այսպես ասած արենան գտնում են արևմուտքում, որտեղ արևմուտքում ինքը տեղի կունենա իրանց բաները։ Իդեպ շատ կարևոր մի հանգամանք, որոնք մշակույթի մեջ կա երկու
փեղկվածություն հետևյալ ձևով կա ուղղություններ, որոնք կապված են լեզվի հետ։ Այն է գիր ու գրականություն, թատրոն, ֆիլմեր, բանաստեղծություն եւ այլն։ Բայց կա նաեւ ուղղություններ, որոնք նկարչությունն, ժամանակակից արվեստի թեկուզ քանդակագործությունը, սիմֆոնիկ երաժշտությունը, ասենք, մյուս ուղղությունները, որոնք կապ չունեն լեզվի հետ։ Այն ուղղությունները, որոնք լեզվի հետ առնչություն չունեն, մեր շատ արվեստագետներ ունեն պատկերացրեք հավասար համաշխարհային մակարդակի առումով շատ ավելի մեծ հաջողություն, կարելի ասել մրցակցություն ու հավասարի տեղի անել, որովհետև տալ եւ առնել աշխարհի հետ դա շատ նորմալ ստացվում է մեր մյուս արվեստագետների։ Այն հատվածը, որը մենք ունենք լեզվական խնդիր, ասենք թատրոնի կամ ֆիլմի, մեր մոտ դա ճահճացած վիճակ է, որովհետև այդ ոլորտները, քանի որ պրոբլեմա ունենում, ասենք լեզվային, այսինքն ինքը միայն հայ հանրության համար է աշխատում, ինքը ճահճացած վիճակ է, այսինքն ինքը չի տալի առնում մյուսների հետ, կամ այն դերասանը, որը որ լավ տիրապետում, ասենք անգլերենի, հանկարծ որ ճղում արանքը գնում է արևմուտք կամ Հոլիվուդ, ինքը հաջողության հասնելով իր չարչարակ աշխատանքստիրության շնորհիվ այնուամենայնիվ կտրվում է այդ հայկական բանից, էլի, արեայից։ Այսինքն, այստեղ մենք ունենք շատ կարևոր հարց այդ լեզվական խնդիրների ու բանի, որը իդեպ մեր հասարակությունը ինքը պետք է կարողանա լուրջ վերաբերմունք ունենա եւ մեր կրթությանը, եւ մեր արվեստագետներին, այսինքն, ասենց ասեմ, ուսուցիչը ճղճիմ աշխատավարձ է ստանում, կներեք արտադրության համար ու այդ մարդուց պահանջել անծայրածիր բան, որը ինքը պետք է կրթի սերունդ, մի քիչ լուրջ չի արդեն։ Այսինքն ինքը խնդիրների խնդիր է այստեղ մեր համար բոլորից դրված, որ այդ մշակույթը մենք ինչպես ենք ստեղծելու։ Շատ կարևոր հանգամանք է այդ պահը, որը ես գտնում եմ, որ պետք է համակարգային լուրջ լուծումներ լինեն արդեն պետական մակարդակի, որտեղ պետությունն է ազգու երկիր ստեղծում, ոչ թե մարդիկ ինքնակամ 1-2 կարող են անել իրանց զրկելով եւ այլն, բայց դա պետք է լինի պետական, զուտ պետական մոտեցումը պետք լինի, որտեղ դա պետությունն է կառավարում։ Պետությունը չի գալու արվեստագետի տեղը ստեղծագործի։ Դա պետք է լինի ազատությունների մեջ, բայց արիտես պետությունը պետք է դա կարգավորի։ Այսինքն պետությունը չպետք է գնա ասի դուք ռաբիզմի երգեք, դուք էլ ռաբիզմի լսեք։ Այս պետությունը կարա անի այնպիսի բաներ, որը կրթի սերունդ, որ դրա կարիքը չունենա ռաբիզ լսելու նախ, երկրորդն էլ ինքը այնպիսի իրավիճակներ ստեղծի, որ այդ ռաբիզը այլ ծիրարցակում չտա։ Այսինքն չեմ ասում պարտադիր պետք է կոմիտաս նվագեն կամ սայատնովա երգեն։ Այդտեղ կա ավելի առաջ գնալու լուրջ խնդիրներ։ Լուրջ պետությունը պետք է ապահովի այդ համակարգերը, նաև գիտակցում ունենա, որ մշակույթը դա այս ամեն ինչի հիմքն է, ինչպես ասենք հնագիտությունը, պատմագիտությունը եւ այլն, դրանց բոլորը միավորողը շաղախը դա մշակույթն է, արվեստն է։ Արվեստագետը կարողանում է տեսնել հետագիծը, որը որ չի կարող անի հնագետը կամ պատմաբանը։ Ու այստեղ հիմա նույնն էլ մեր պետականության մեջ դա կարևոր հանգամանք է, որ նույնիսկ կապ չունի ով կգա կառավարություն, ով կլինի քաղաքական առաջնորդության, պետք է լուրջ վերաբերվեն մշակույթին, որովհետև այդ մշակույթն է Հայաստանի, սենց ասեմ, եթե զենքը դա կարևոր է, որ դու ունենաս զենք, որ դու ունենաս պաշտպանվածության քո քաղաքական նպատակներ, մշակույթը ամեն ինչն է։ Մշակույթը դա հենց հիմքերի հիմքն է, որը որ մեր բոլոր շերտերը դա պետք է լուրջ գիտակցեն։ Եվ արվեստագետը, այսինքն մեր արվեստագետն ու ուսուցիչը չպետք է լինեն արհամարված, արհեստական հարգանքի մասին չեմ խոսում, այլ լուրջ վերաբերվեն մշակույթին։ Այսինքն ոչ թե արվեստագետը գնա Ամերիկա, որ Ամերիկայում իրան գնահատեն, որտեղ ամերիկյան շուկան դա ցանկալի շուկա է, աշխարհի հասկանալի է, դա գլոբալիզացիայի լուրջ ասենք խնդիրներ կա, բայց այդ արվեստագետը պետք է նաև սիրվի եւ գնահատվի,
լսելի լինի իր հասարակության կողմից։ Այսինքն հասարակությունը պետք է անհրաժեշտություն զգա դա լսելու, տեսնելու, շփվելու, այդ շատ շփումն է բերելու մշակույթի, մշակումը, ոչ թե լինելու է, ասենք, կեղծ կոչումները, որը որ չգիտես ինչի սովետական անից մինչև հիմա գալիս է ավանդույթը։ Այստեղ շատ կարևոր է նաև նշածս լեզվական հատվածի թատերականի նաև հատվածը, որը շատ տխուր վիճակում է գտնվում, դերասանական կամ ասենք ռեժիսորական հատված է, որը որ պարփակված է։ Այսօր մենք ունենք սերիալային վիճակ, ու դա հենց էտա, դա օթից չի եկել։ Դա օթից չի եկել այդ վիճակը, սերիալային վիճակը, որովհետև դա է պահանջում, դες բան գոյություն չունի։ Ինչ ենք մենք ուզում, մենք ինչ ենք ուզում տալ։ Մենք այդ սերիալներով մենք բթացնում ենք մեր հասարակությանը, ԱԼՄ ստուդիա, այն ժամանակ ԱԼՄ ստուդիա կար, մարդկանց զբաղացնում էին, բթացնելու, մի կտոր հաց, ուրախանալու ժամանակ եւ վերջ։ Գալիս էր ընտրությունները, մարդիկ սպասում էին ինչ-որ մի բան ընտրակաշառք ստանային։ Դա ծնում է այդ հասարակությունը։ Իսկ մեզ դա պետք է, մենք ուզում ենք ունենանք նմանատիպ։ Մենք ունենք, դա վերաբերում է բոլոր ուժային կառույցների մեջ էլ կրթվածությունը դա շատ ավելի նույնիսկ եթե մեր զինվորն ունեն կրթված, իդեպ լեզուների իմացությունը, լեզուները իմանալ չի նշանակում միայն լեզու խոսալ, լեզվա մտածելակերպի մշակույթը կա, որը դու շփվում ես այդ բանով։ Այսինքն դու ունենում ես հասարակություն, որը ավելի մրցունակ է տարածաշրջանային շատ հարցերից, մրցունակ է հենց այդ բաներով, այսինքն նույնը կարող ենք նայենք Իրանի, Թուրքիայի, ինչի՞ չէ, ինչ վերաբերմունք ունի մշակույթը Ադրբեջանում, որտեվ հա, անդադ կարանք ասենք, որ բռնապետական երկիր Ադրբեջանը, բայց պետությունը ինքը ամեն ինչ անում է, ինչ նպատակ է դրել իր առաջ, դա իր մշակույթով ինքը ներկայացնում է։ Հա, հասկանում ենք, մշակույթը ինքը շատ հետաքրքիր բան է, օրինակ խոհանոցային հենց օրինակը, անընդհատ կռվախնձորի պես գնում է տոլման ումն է, չէ՞, օրինակ։ Հա մենք բոլորս գիտենք, որ դա հայկական բարձրավանդակույից դուրս եկած, բայց այսօրվա հույները ընդունում են դա իրանցն է։ Հարաբական աշխարհ, արաբական խոհանոցները, միջերկրածովյան ընդունում են իրանցն է։ Քրդերը, Իրան պարսիկները, բոլորը, ընդ որում նաև ադրբեջանցիները, թուրքերը կապ չունի։ Նույնիսկ վրացիները, բոլորն ընդունում են, որ դա իրանցն է։ Այսինքն մի հատ պարզ բան կա, օրինաչափություն, երբ որ դու ինչ-որ մի բան ստեղծում ես, դիմացինդ վերցնում մի բան ավելացնում է ինքը դրա վրա, հետո մյուսը վեկալում է դա իր համար եւ օգտագործում է եւ ընթացքում մի այլ բան ավելացնում, սա է մշակույթը, այսինքն նա պտույտ է տեղի ունենում, այսինքն այդ գեներացիան, որը տեղի անում, դա հենց այդ մշակութային բան է, տեխնոլոգիաների զարգացումն է համարվում մշակույթ։ Հիմա մենք պետք է նստենք, հիշենք, որ մենք ենք ստեղծել ու վերջ, թե մենք ուզում ենք համակայլ գնանք։ Այսինքն ստե եւ կա համամարտկային այն կետերը, որը նշում էի սկզբից, համամարտկային հատվածը մշակույթի եւ նաեւ ազգայինը, որը որ պետքա դա ցիկլի մեջ է ինքը եւ կարա լինի համամարտկային եւ շարունակի ազգային եւ շարունակի որպես համամարտկային եւ նորից ազգային։ Համակարգային արմատական փոփոխությունները շատ կարեւոր եմ համարում, որովհետեւ մեր պետության մեջ ամեն ինչ կիսատ է։ Որ ոլորտին մատը դնում ես, ինքը կիսատ է։ Ես ոչ թե որպես արվեստագետ եմ ներկայացնում, որ դա շատ կարևոր է եւ չէ, մշակույթը ամենակարևոր հատվածն է ամեն ինչի մենտալիտետ կերտելու, մարդ կերտելու ամեն ինչի ու այդ համակարգայինը, որ ասեմ, այդ մեծ բանը որ փլվել է, ինքը արտաքինը մնացել է, բայց մեջից ամեն ինչը փդած ու փլված է։ Հիմա մենք մնացել ենք յոլայի վրա, այդ յոլան մենք շարունակում ենք մինչև օրս ու ռիսկ է պետք անել,
գրագետ ձևով այդ արմատական փոփոխությունները անելու։ Հեծանիվ հորինել պետք չի, նոր Ամերիկա բացահայտել պետք չի։ Աշխարհի օրինակները կան, ինչպես արվում եւ հնագիտությունից սկսած մինչեւ ժամանակակից արվեստի բոլոր ճյուղերը, ինչպես կառավարել, ինչպես անել, որ դա մրցունակ լինի, պրոդուկտիվ լինի։ Դրա համար, ասենք, ոչ նյութական արժեքը վերածել այո եւ նյութականը եւ վերածել հոգեվոր մշակութային արժեքի։ Այդ մեխանիզմի մասին է խոսքը գնում, որը որ ինչ ենք ուզում ունենալ արդյունքում, սա է ամենակարևորը, որը մենք պետքա մտածենք ստեղծելու այնպիսի պայման, որ հետագայում նույնիսկ Հայաստանում ստեղծվելիք ապագա մեր քայլերում Հայաստան պետությունը ունենա հստակ մշակում, կրթություն, մշակույթ հասկացության մեջ։ Ես ավելին ասեմ, Հայաստանը երկու տեղ չպիտի խնայի փողը, ոչ թե ափր-ցփր ծախսելու առումով, շատ գրագետ ծախսելու առումով բյուջեից, դա պետք է լինի կրթություն, գիտություն, մշակույթ եւ զենքը։ Մնացածը մեր հանրությունը, մեր հասարակությունը, մեր հայ ժողովուրդը ունակ է ստեղծվելու։ Պետությունը այդ երկու հիմնական բանը պետք է անպայման ապահովի։ Չպետք է խնայվի, դա պետք է անպայման ներդրում արվի այդ ոլորտները, լուրջ վերաբերվի, գրագետ ձևով։ Բարև ձեզ, սկզբի համար ձեր խոսքի մեջ նշեցիք արվեստագետը պիտի շրջագայի։ Արդյոք այդ մի քիչ խառը գրեցի ձեր տենց հարցերս են։ Արդյոք այդ շրջագայելը նաև չի բերելու նրան, որ ես շատ ուրիշ տեղերից եմ վերցնում եւ բերում եմ ինձ մոտ եւ դա չի դառնում նաև իմը։ Մի քիչ դրա խնդիրը մենք չունենք։ Հիմա ասենց ավելի մասնագիտորեն ասեմ, արվեստագետը նմանա մեղվին։ Մեղուն գնում է ծաղիկներից, ճիշտ է 7-8 կիլոմետր անի շարավիղը, բայց գնում է ծաղիկներից նեկտարը հավաքում, բերում, մշակում, դարձնում է մեղր։ Ինքը այդ մեղրից հետո ուտում է, բնությունը տենց է ստեղծել։ Բայց շատ է ինքը ստեղծում, այնպես չի, ինքան որ լրիվ ինքն է ուտում։ Արվեստագետն էլ նույնն է, ինքը պիտի շրջագայի, այսինքն արվեստագետը ինքը այն մոգն է, որը ինքը էներգիաների հետ առնչվում, էներգիա, այսինքն որ դու չես տենում, բայց դու այդ էներգիան ես արարում։ Արվեստագետը պիտի շատ շրջագայի, շատ տենա, ինքը այդ նեկտարն է հավաքում։ Աշխարհայացքի, աշխարհանկալման, այո, դու պետքա քո այդ աշխարհի տեսածը մեջ, այսինքն նեկտարը չես ուտում, մեղրը միջև նեկտարից մեղր դառնալը, դա աշխատանքային հսկա ընտանիքի, մեղվի ընտանիքի աշխատանքա մեջ են։ Նույնն էլ արվեստագետն է, այսինքն արվեստագետը մշակում է, մշակույթը մշակում է, ստեղծում է ստեղծագործություն, արվեստ արժեք, որը նա ինքը տալիս է։ Ու այդ ցիկլը շարունակվում է։ Խոսքս իրականում sense ավելի որպեսզի թե հասկանանք թե ուր եմ ուզում տանել։ Այդ ամեն ինչը պարզ է, բայց քանի որ հիմա անկախ պետության ու մշակույթ երկու տարբերակներ կարան լինեն։ Մշակույթից գնանք դեպի անկախ պետություն եւ անկախ պետությունում ունենանք մեր մշակույթը։ Շատ կարծում եմ կարևոր բան է։ Ես ինչքան ուզում եմ իմ աշխարհայացքը լայն լինի, լինեմ շատ ուժեղ արվեստագետ, եթե չընկալեմ իմ տարածաշրջանին վերաբերող լուրջ հարցերը եւ որոշակի իմ ազգայինը, ես կդառնամ համամարտկային։ Ձգտումս ինչ է համամարտկային լինելը, եթե համամարտկային, ուրեմն գնում են գլոբալիզացիայի։ Ելք ենք խառնվել իրար։ Լավ։ Հիմա ասեն շատ հետաքրքիր բան ասեմ, ցանկացած մեծ արվեստագետ ինքը ձգտում է համամարտկային։ Չի ձգտում։ Ինքը գլուխը կախիր է գործը անում, հա։ Ու մեկ էլ տենում ես, Մոցարտը բոլորի համար հարազատ է։ Բայց ինքը ավստրիացի է, չէ՞ թե գերմանացի։ Ավստրիացի է։ Կներեք, էլի, բայց ինքը ավստրիական է։ Ինչքան էլ Խաչատրյանը
Արամ Խաչատրյանը ինքը համամարտկային է, նույնիսկ ասեն դա սովետական, ռուսական, օքեյ, լավ, բայց ինքը հայկական է։ Ինքը մեծ էներգետիկ ցիկլ է, տիեզերական ցիկլ է ինքը ես ձեզ ավելին ասեմ, տարածաշրջանայինը շատ լավ օրինակ բերեցիք։ Հիմա մեր կողքի Թուրքիան շատ հետաքրքիր կառուցվածք ունի։ 90%-ը բնակչության թուրք չեն, ոչ մի առումով, մերպես մարդիկ են, մեր քույրերն ու եղբայրներն են, երևի շատերը բանջեն, ես ասենք ուսումնասիրություններ եմ արել։ Գեներո բոլորին լիքը Հա, բայց ինքը հետաքրքիր մի հատ բան կա, ինքը ուղիղ ժառանգորդ է, իր աշխարհագրական դիրքով բյուզանդական մշակույթի շարունակող։ Խոսում են մենակ թուրքերենով, հա իմ տատիկն ու պապիկն են մեծ ընտանիքում խոսել են թուրքերեն, ինչի, որովհետև Արևմտյան Հայաստանի աշխարհագրական բանից, որ բարբարներ իրար չեն հասկացել, իրար հետ խոսել են թուրքերենով, բայց իրանց բարբարներով են խոսել հայերենը, իսկ արևմտահայերեն հասկացողությունը դա կերտվել է Պոլսում։ Հիմա այդ ամեն ինչից ելնելով հիմա մենք պետքա այստեղ մի հատ ուշադրություն դարձնենք տարածաշրջանային։ Մենք պատրաստ ենք կուլ գնանք, ասենց ասեմ, այդ ռուս-թուրքական, հետո հետաքրքիր մի հատ բան կա, ասենք Պոլիսը, այսինքն շատերը գիտեն դա որպես Ստամբուլ, ու կա Դուբայը որպես արտ շուկաներ, էլի, մշակութային առումով տարածաշրջանային շուկաներ։ Ու ինչպես միշտ աշխարհի մայրաքաղաք Ամերիկան, Նյու Յորքը կլինի, Լոս Անջելեսը կլինի, կամ Փարիզը կլինի, կամ Միլանը, կամ Հռոմը, կամ մի խոսքով Լոնդոնը կլինի, կապ չունի, ինքը մշակութային առումով հիմա դու որի մեջ ես քեզ ուզում քո ազգայինը կերտես։ Ես շեշտում եմ, մենք ինքներս կանք եվրոպական արևմտյան արժեհամակարգ կրող։ Մենք ավելի պետք է հիմնվենք մեր հայկական վերածննդի, որից հետո առաջացել է իտալական վերածնունդը, հյուսիսային Եվրոպայի վերածնունդը, մեր հայկական վերածնունդը պետք է վերհանվի ու այդտեղից, որտեղ մենք դրանից հետո մենք կորուստ ենք ունեցել հայոց պետականության, որից հետո արդեն մենք պետականության կորուստով ահագին թուլացել ենք։ Ճիշտ է, եղել է Կիլիկիան, որից հետո ինչ որ 295 տարվա մասին է խոսքը, բայց հիմնական, քանի որ մենք պետություն, մենք պետական վերաբերմունքը կերտելը ու ունենալ դոմինանտություն հենց մեր մեջ պետք է առնչվենք աշխարհի հետ։ Տալ առնելը դա օդի նման անհրաժեշտ է մեզ։ Ես հարցրեցն եմ, հարցս հետևյալում էր, ազգային եւ համամարտկային արժեքները կարող են իրար հակասել, թե չէ։ Չեն կարա։ Չեն հակասում։ Չեն կարա, որովհետև նայեք ոնց է ինքը մեծ մոզաիկա է, տիեզերական, այսպես ասած, կառուցվածք ունի, էներգետիկ մեծ կառուցվածք ունի, ինչպես հոգևոր բանը, ոչ թե կրոնները, այլ հենց զուտ հոգևոր ոլորտը, որը որ էներգիա է, ինքը բան չի, ինքը իրար լրացնում են, ինքը իրա, ոնց ասեմ, ասենք նկարչության մեջ կա համադրություններ, դու երբեք արևի լույսը չես կարա ոչ մի ներկով ստանաս, համադրություններով է։ Ու ասենք դու կարող անես մի հատ բան անես, որը որ քո համադրություններով քո ազգային այդ երակը լինի մեջը։ Այսինքն հոգևորի զարգացման մի արտիճանք, որից անդին արդեն ինքը համամարտկային է դառնում։ Կապ չունի դու որ ազգը ներկայացուցիչ ես կամ ոչ ճանապարհով ես գնում։ Եթե հարցնում ես լինում է հայկական կամ ասենք սերը լինում է հայկական կամ իտալական։ Սեր։ Սերը։ Ոչ։ Ճանապարհները միգուցե, բայց սերը ընդհանուր նայեք, կարա լինի բնության մեջ, ասենց ասեմ, աշխարհագրական արևի մոտիկ դեպի, հա, այդ հասարակածային կողմի ժողովրդների մոտ մի քիչ ավելի տաք, հյուսիսում մի քիչ ուրիշ ձև, բայց քանի որ տաք հոսանքներ են գնում, այնտեղ թվում է սառնա, բայց էլի մեջից տաք է, բնությունը աշխատում է, իր գործը անում է, հետաքրքիր բան կա, բայց համամարտկայինը դա ինքը կա։ Մենք բոլորս էլ նույն էներգիան ենք կրում, հասկանում եք, այսինքն ծառավ ես դու ջուր ես ուզում խմես, մեկ էլ մի բաժակ ջուր ես խմում, ոնց որ աշխարհի երջանկությունը քո վրա գա, ասես լավ էլի, մի բաժակ ջրով սենց ուրա պիտի մարդ հասկաս, այդ համամարտկային բաներ կա, որը չի քննարկում, այսինքն ազգայինը դա
Տնես չի որ ձկնորսության նման չի, սպասես երբ ձուկը կբռնվի, էլի։ Ազգայինը հանենք ու ասենք այդ ազգայինը։ Ինքը ինքնաբերաբար ստեղծվում է։ Այսինքն դուդուկը նվագում է հայը, դուդուկը նվագում է թուրքը։ Լադերը լրիվ ուրիշ են։ Հայի նվագածը sense լսում ես, դա հայ է։ Անկախ քեզնից, դու ուզես չուզես, դա կա։ Այնպես չի որ ինքը երաժշտություն է, դա բան չի։ Խոսք չկա, էլի, հասկանում ես։ Ինքը այսպես ցիկլ է։ Ինքը կարաս գնաս, մեկ էլ, ասենք Հովհաննես Թումանյան, լավ, Հովհաննես Թումանյան չէ, Դանիել Վարուժան։ Դանիել Վարուժանը տիեզերական բան է, ճիշտ է, չպրոպագանդված, բայց ինքը տիեզերական բան է ստեղծը։ Կանեք, ասեն ճիշտ է, պրոպագանդան էլ, այս պրոպագանդան, այսինքն բիզնես նաև պետությունը պետք է լուրջ վերաբերվի սրան, որովհետև սա ինքը դոկտրինայի մեջ պիտի մտնի Հայաստանի։ Հայաստանի ամենամեծ հանքը դա է։ Իր մարդկային ռեսուրսը, մարդը։ Միգուցե լավ է մի կողմից, որ փոքրացրել են մեզի, ես համաձայն չեմ, բայց այդ փոքրանալուց մենք պետք է ավելի ուժեղանանք, ոնց մշակութային վերելքով։ Այսինքն ամեն ինչն է մշակույթը։ Մենք պետք է նախ առաջինը ընկալենք, որ մենք ժառանգորդն ենք այդ ամեն հայկական բարձրավանդակի ուղիղ ժառանգորդ ենք։ Ոչ թե պորոտախոսությամբ կենացնելով, այլ իրական ամեն ինչով ենք դրա ժառանգ կարողը լինենք, որից հետո մենք շարունակենք մեր գործունեությունը ու լինենք մեր դոմինանտը։ Սրա կռիվն է գնում, հասկանեք, այսինքն եթե քաղաքական վերլուծությունով մի քիչ էլ տաս, Թուրքիան ինչ է ուզում։ Ասենք Ադրբեջանի ձեռով ռուսների հետ համագործակցելով վերացնել Հայաստանը վերջ առաջ հայտարարելու է ինքը, դե հա, հայերն են մերը, մենք նրան ժառանգորդ ենք։ Բայց ասենք նույն ձևով այսօր մենք կարանք ասենք, խոսքի մեր մեջ ապրել են բոշաներ, մեր եղբայր եզդիները, որոնք շատերը հայացել են, եղել են նաև ինչի՞ չէ, ասորիներ, որ սեմական լեզվան տանիքից են։ Կամ ասենք ուրարտական կայսրության մեջի, այսինքն բիայնայի ցեղախմբերից, որոնք չէ, բայց ասենք ներմուծվել է նաև հնդեվրոպական լեզու է դարել հայերենը, այսինքն մենք հիմա որ խոսում ենք, այն ժամանակ տենց չէին խոսում։ Եվ մեր մեջ այդ սա ոնց որ մեր մամաների ու պապաների գենն է, չէ՞, մենք ներկայացնում ենք։ Մենք նրանց ժառանգորդն ենք ներկայացնում։ Նույնն դա մշակույթն է։ Մեկ էլ մի հարց, այս չես, ինչ է ազգը։ Կսահմանեք ազգը ձեր պատկերացումը։ Ինչ պետք է ունենա կամ ինչպեսին պիտի լինի այդ ազգը, որ դառնա ազգ։ Ուրեմն ասեմ, կոնկրետ պետք է լինի իր աշխարհագրական հողի վրա, հողը շատ կարևոր էներգիա է։ Ունենա իր ապրելու բնական ընթացքը, իր լեզվով, իր քաղաքակրթությամբ, իր պայքարով, իր նպատակով, իր պատմությունով, հողը։ Եվ ինչով։ Պատմությունով։ Այսինքն, նայ, արևմտահայերենը համարվում է մահացող լեզու։ Ես ինքս տիրապետում եմ արևմտահայերենին, հասկանալ է իմ ծնողներից, ասենք, բայց ասենք արևմտահայերենը քանի չունի իր բնական հողը, ինքը մահանալու է։ Այսինքն հողը եթե չեղավ, մեզ ուզում է պատեպատ տանք։ Կամ մի հատ նոր Իսրայելի պես պետք է զրոյից երկիր սարքենք, այդ հողի վրա այդ լեզուն ստեղծենք։ Այսինքն, հասկանաս այդ բարբառը, ասենք Գյումրի բարբառը, ինքը Կարսի բարբառն է, որտեղ կարսեցիներն են եկել, Գյումրի հասկացողությունը ինքը փոքր բան է, այդպես համախումբ, հա, ինքը Կարսի հողն է։ Հասկանում եք։ Արցախը ինքը երկու սերունդ հետո ինքը այո, ինքը կմնա մենակ հուշերի մեջ, ասենք Սյունիքի եւ ասենք Գուգարքի, հա, այդ կողմի Տաոշի կողմի, ասենք ժողովուրդների մոտ, թե Իսկ տվյալ պարագայում էթնոսի եւ ազգի տարբերությունը որտեղ է։ Եթե դուք ասում եք, որ ազգը ունի պատմություն, մշակույթ, լեզու, տարածք։ Չէ, այ հիմա հետաքրքիր բան ասեմ։ Արվեստագետը այդ բոլոր մասնագետների հավաքածուն է, ինքը նա ես օրինակ որպես արվեստագետ բոլոր ընդհանրապես արվեստագետները ինքը հետագիծն է ուսումնասիրում։ Այսինքն կարամ ես հնագետը սա գտնի իր սա նորագույն տեխնոլոգիաներով, ասենք 3000 տարի հետո։
թե սրա կողքը ինչ են խոսացել, այդ ձայնային ալիքներով, բան ասենց իր բաղադրությունով ինչից է սարքվել, որ երկրից հայկի եւ այլն։ Օրինակ, ով է բռնել մատնահետք։ Մյուսը պատմական համադրումները դնյանի, բայց արվեստագետը այդ բոլորը կապում է իրար հետ։ Ինչա այս բաժակը եղել մարտական եղբայրության գրասենյակում, այդքանից հետո։ Այսինքն արվեստագետը ինքը հետագից է ասում։ Ես կարող պատմությամբ, օրինակ չիմանամ հատ ինչ ա եղել, որը մեծ մասը կեսից ավելին աղբյուրները ստում են իրանց շահերից ելնելով, բայց ես որպես արվեստագետ հասկանում եմ, որ Պարսկաստանի ու Բյուզանդիայի կամ հույների կայսրությունները իմ երկիրը կիսել են ու գնալով հայաթափել են, ինչի որ հայկական ֆակտորը այս տարածաշրջանում հայկական բարձրավանդակում դուրս մղվի։ Այսինքն, իսկ եթե հերթը հասնում է թուրքերի, ես ուսումնասիրություններից հասկացել եմ, որպես արվեստագետ, մեր հայերը իրանց կաշառակերության համար, իրանց կոռումպացվածության համար ավելի շատ վնաս են տվել Հայաստանին ու հային, քան թուրքական զորամիավորները իրար հետ միանան, Աթաթուրքից բռնած մինչև Էրդողան կամ Քեմալ, չգիտեմ ինչ փաշաներ, երազել չէին կարող, այն վատությունը, վնասը, որ տվել են մեր հայ գործիչները, քաղաքական, ռազմական եւ այլն։ Իսկ արվեստի կամ մշակույթի վերջնանաբադակը ասես, ինչու՞ պիտի ծառայի։ Կյանքի ցիկլը չի կարող բանանի։ Ինչ որ կետ չի որ եկավ ուռա հասանք։ Դա անհատի մակարդակում, իսկ ազգային մակարդակում մակարդակումը չէ, բոլորի մակարդակում։ Չէ, ինքը առաջը որտեղն է։ Եթերի էներգիան է, կներեք։ Կյանքի էներգիան է դա։ Կա զորություններ, հուր, ջուր, քամի, չէ։ 4-ը կա, բայց կա կյանքի էներգիա։ Կյանքի էներգիա մենք չենք տեսնում, բայց դա կա։ Այսինքն դու ունես կենցաղային սարքավորումներ, հոսանք չկա, հոսանքը կա, աշխատում են իրանք։ Դե մենք չենք տեսնում այդ հոսանքը, բայց առանց հոսանքի դրանք չէին աշխատելու։ Այդտից է եղել հետագայում ստեղծվել կրոնները, զորությունները վերենացվել աստվածներ, աստվածություններ, այդտենց մեկնաբան ու դա քաղաքականություն։ Ինքը մշակույթ է, ինքը ավելի ունի Չէ, ուզում եմ ասել, որ ամեն ինչ ճիշտ է զարգացման մեջ է եւ ունի զարգացման մակարդակ։ Ես ուզում եմ ասել, որ մշակութային զարգացման մի մակարդակ է գալիս, չէ, որ ինքը պիտի ինչ որ մի բան դառնա։ Այդ դառնալը ինչու՞ է համակարգը, որը մենք անվանում ենք պետություն, թե խոսքումա վերաբերում, այ հիմա ես եմ հարց տալի։ Ինչու՞ն է վերաբերվում։ Չէ, հիմա անհատ արվեստագետին, թե պետությունը, որը մենք ուզում ենք, ինչ ենք ուզում անենք։ Չէ, տեսեք, հիմա ըստ մեզ, հիմա ըստ ես հարց եմ տալիս, ինչու համար եմ տալիս էթնոսի եւ ազգի տարբերությունը։ Նրանք կարծում են, որ մեկ տարբերություն կա եւ այդ տարբերությունը պետականությունն է։ Այսինքն էթնոսը չունի պետականություն, ազգը ունի պետականություն։ Ուրեմն ազգ-էթնոս կներեք, ազգ-էթնոս ստեղծումը դա պետություն է։ Այո, եթե այն էթնոսը, այսինքն մշակույթը քաղաքական մշակույթը, դա այսինքն մեր պետականության գագաթը պիտի լինի։ Մշակույթի վերջնանաբադակը պետության կառուցումը պիտի լինի, որը հետո պիտի ծառայի մեզ։ Այսինքն եթե մշակույթը չի զարգացա եւ չի իրավաքաղաքական մակարդակի չի բարձրանում, ինչպես որ եթե մենք դառնանք իրավաքաղաքական մտածողներ կամ ժողովուրդ, մենք կունենանք հազար պետականություն։ Այսինքն մենք մեր մշակույթի մեջ պետականաշինության գաղափարը բացակայում է։ Այլ բան է, ինքը կարող է լինել, կարող է դա անվանել ազգային, կարող է անվանել համամարտկային, խնդիրը այդտեղ չի։ Խնդիրն է, որ եթե մշակույթը չի ծառայում պետականության կայացմանը, այն որում ազգային պետականության, ուրեմն ինքը ինչ-որ դե միտեղ սխալվում է կամ թերանում է մշակույթը։ Այո, կներեք, էլի ձեր ասածը միացած ճիշտ է, բայց ինքը փակուղի է մտնում, ինչի։ Ասեմ, տեսեք, դուք սահմանում եք, որ ազգը ունի տարածք, ունի լեզու եւ մշակույթ։ Հող։ Որ հողի բարի։ Աշխարհագրական որ ինչ որ էթնոսը, ցանկացած էթնոս ձևավորվում է ինչ որ մի տարածքում։ Կապ չունի ինքը քոշվոր է, թե քոշված չէ, ճիշտ է։ Անցնենք առաջ։ Քրդեն ունեն լեզու։ Ունեն մշակույթ։ Ունեն կրոն։ Բայց քրդերն ինչու քրդեր ազգություն չկա, ազգ չեն կամ ազգություն չեն։ բաժանված են 4 մասի կրոնով,
Բարի, դա նույնիսկ եզդիների բարակը։ ու կներեք։ Հիմա շարունակությունը շատ կարևոր լավ հարց էր։ Քրդերի կա Պարսկա Քրդստան, կա Իրաքյան Քրդստան, կա Սուրիայի Քրդստան ու կա Թուրքիայի Քրդստան։ Դա տեսականորեն է։ Չէ։ Շատ ուղիղ է։ Հիմա հենց մեր վրա եմ գալի։ Մենք մինչև մեծ բաժանումը արևմտյան արևելյան Հայաստանների, արևելյան Հայաստանը իր հերթին էր հայաթափվում, արևմտյան Հայաստանը իր հերթին, որը հետագայում Կիլիկիան ստեղծվեց, գնացին Պոլիս եւ ամեն հետո եղավ Ռուսա-Հայաստան։ Ուրեմն Ռուսա-Հայաստանի մենտալիտետը ու արևմտահայերի մենտալիտետը տարբեր է։ Բարի։ Չէ, հիմա տեսեք, հիմա դրա մասին եք խոսում, շատ կարևոր է։ Այնց այդ պետականությունն է մեզ միավորում։ Ամերիկացին ազգություն չունի, բայց իրան միավորում է օրենքը, պետությունը։ Հա, ինքը եթե ոչ այսօր, ապա վաղը ինքը որպես ազգություն արդեն կձևավորվի։ Ինքը արդեն ազգ է։ Հիմա նույնն էլ Ադրբեջանն է ստեղծել։ Հա, նույնն էլ Ադրբեջանն առաջ։ Այսինքն ինքը հա հիմա եթե այսօր Ադրբեջանը քանդվի էլ, կներեք, եթե այսօր օրինակ եմ բերում, եթե Ադրբեջանը այսօր քանդվի էլ, ինքը կարող է ասել, որ մենք ազգ, որովհետև պատմության ինչ որ մի շրջափուլում, գոնե ինչ որ կարճ ժամանակահատվածում ինքը սարքել է իր մշակույթի գագաթ, այսինքն pedagogiությունը։ Հերո պետք չի գնա Թուրքիան։ Հա, թեկուզ Թուրքիա։ Մի ստորագրությամբ բոլորը թուրք դառան։ Այո։ Աթաթուրքի։ Ընդ որում, երբ որ թուրքերը կան, դա գորեն ավելի շատ մենք ենք, չէ՞։ Տրանսֆորմացված մուսուլման դարձած հայեր են կամ հույներ են։ Ընդ որում այդպես է։ Ընդհանուր առմամբ Թուրքիայի պատմությունը դա է ցույց տալիս։ Նույնն է, ոչ մի տարբերություն։ Ավելի Խոհանոցը նույնն է ու հետաքրքիր օրինակ համար շատ հետաքրքիր մի հատ փոքր բան կա, ուշադրություն եմ ուզում դարձնել։ Մենք Հայաստանից գնում են Թուրքիա, ասենք ճաշակում են ճաշատեսակներ, Ադանա քյաբաբ։ Սինի քյուֆտա, իշլի քյուֆտա։ Նրան միայն պարերը պա։ Ամեն ինչ։ Ասենք հետաքրքիր ասում, ինչ համով է, էլի։ Սյոժե համով է, էլի։ Լավ են էլի սարկում։ Բայց ես ավելին ասեմ, Թուրքի ձեռը որտեղ է երևում, որտեղ ճենջ է, այսինքն քրդի, հայի, զազայի, ասորու հույնի ճաշատեսակը հենց ընտնում ես կառնած, ճենջա սարքե, յուղը լիքը մեջ։ Այսպես որ Կոստանդնապոլիսն է։ Հա, ինքը էդի թուրք է մտել այդտեղ, հիշի։ Տենց բան կա, էլի, որտեղ ինքը արվեստ է, խոր հելը, խոհանոցը, ինքը արվեստ է։ Պլյուս իր բնությունից, իր ամենից, իր ադատներից, հա, իր նիստուկացից, այդ ինքը, այդ ուղիղ դրա հետ կապ ունի։ Այսինքն էդի մեր ու այստեղի ժողովուրդը, որ օրինակի համար հերումի գնացեք, ասենք Բայազետը, ինչ խոհանոց ունի, ինքը արևմտյան Հայաստանի Մասիսարի հարավային հատվածում է։ Երբ որ եկել են Սևանի ափ, իրանց ռացիոնը փոխվել է։ Նու Ռուսա-Հայաստանը եղել, հետագայում դե Ամերիկայից եկել է կարտոֆիլն է մտել ու ձուկը։ Ես դա էլ պիտի ասել, որ նույնիսկ հետաքրքիր այդ ռացիոնը ազդում է այդ մենտալիտետի վրա է։ Համեմունքների պակասությունը, ճիշտ է, պահպանվել է փախլավայի տեսակները, քյուֆթաները, այն ճաշատեսակները, որոնք տատիկները մեր սարքում էին օրինակի համար, բայց խնդիրը հենց ռացիոնի փոփոխությունը նույն Հայաստանի մեջ։ Էդ էլ է։ Ամեն ինչը։ Միջեգասովյան հիվանդություն, Երևանյան կոչված հիվանդություն։ Հա, սրա մասին ամբողջ խոսքը, թե չէ, եթե ֆիքսվենք ազգային, ես պետք չի, եթե դու գլուխդ կախ քո գործ անում ես ու դու լինում ես դոմինանտ, արդեն դու ինքնաբերաբար ստեղծում ես քո ազգայինը։ Մի հատ հարց։ Մենք խոսեցինք այդ գլուխը կախ գործանելուները վերաբերում է, չգիտեմ, կոմպոզիտորին, երգահանին, դերասանին, ռեժիսորին ու այդ ձևով, բայց մյուս մշակութային հատվածներում ճաշատեսակները կլինեն մեր, հագուստը կլինի մեր, տարազները, այստեղ դու չես կարա գլուխդ կախ գործանես։ Հիմա եթե մենք գնանք վերնիսաժ, նայենք բաները հագուստի առումով, մեր զարդանախշերը, ասես նայում ես, քեզ թվում է թե հայկական է, բայց ոնց որ այնքան էլ հայկական չի, օրինակ, դա մեկ, այդտեղ բացթողում ունենք։ Եվ նկարչության առումով, չգիտեմ, մարդիկ Մասիսար են նկարում եւ դա համարվում է ինչ,
կարելի ասել երաժշտության մեջ ոնց որ ռաբիս, որովհետեւ բոլոր մասի սարերը նկարված են նույն ձևով։ Պատի աբոյ են սարքել։ Հա, Ինքավոր պատը զբաղացնի այդ հատվածը։ Գույնային, չգիտեմ ինչ, ներկերը կարող է այդպես լավ ներկա օգտագործվում, բայց դու տեսնում ես մի հատ սիրուն սար են նկարել։ Այն հոգին, որը որ պիտի լիներ, որ հայը, չգիտեմ, ինչ որ զգար, ոնց որ թույլ է լինի։ Չգիտեմ, այդ մասի սարը 1-2 անգամ նկարած տեսել եմ, որ մոտս ուրիշ զգացողություն է առաջացել։ Հիմա այդտեղ էլ բաց թողում նկարչական առումով մենք էլի խնդիրներ ունենք։ Հիմա նկարչական առումով նկարիչը ինչքան ուզում է գնա տարբեր երկրներ ֆրագա։ Չէ՞ որ մենք ունենք տեղում տեղանքի նաև խնդիր։ Մենք ունենք Որդան Կարմիր, ոչ ոք դրանով չի նկարում, օրինակ։ Կարծում եմ ազգային մի հատ էլեմենտ է, որ 1000 տարի հետո այդ նկարը երբ հանկարծ դնեն sense քննելու, ասեն ախպերես ինչ ներկով են նկարել։ Ոայ կասեն հայկական Որդան Կարմիր է։ Այդ էլեմենտների օգտագործումը կարծում եմ Մենք մի հատ հարց տամ էլի Որդան Կարմիրը շատ հետաքրքիր է։ Որդան Կարմիրի իր բնական արեան որտեղ է։ Արարատյան դաշտավայրը, եթե չեմ սխալվում։ Արարատյան դաշտավայրի քանի տոկոսն է տարածքում հիմա։ Ինչքան է որ լինի։ Մի բուր։ Կարծում եմ ինչքան է որ լինի։ Ամեն դեպքում իգիչ բանով եմ նայում այդ հարցին, ճիշտ է։ Ես կարծում եմ 20 քառակուսի Սենց մի բան ասեմ, Զարդանախշեր, օրինակի համար ասեցիք վերնիսաժը Զարդանախշերը։ Դա է շատ հետաքրքիր բան ասեմ։ Անենք չեմ կարա չմետաբերեմ Սամվել Կարապետյանին, հուշարձանագետ, ասում է Երջանկա հիշատակ, այո, շատ մեր։ Ինքը ասում էր հայրենասիրությունը սկսում է հայրենաճանաչությունից։ Այո։ Հասկանու եք, երբ որ դուք սկսում եք անընդհատ ուսումնասիրել, Զարդանախշեր, տարազներ եւ այլն, մեկ էլ պիտի անպայման համեմատվես, գնաս քո տարածաշրջանի մյուսներին էլ նայես իդեպ, մեկ էլ տենում ես, որ այդ նույն ասածս է գալի, դու կարող ես մի հատ բան ստեղծես, ասենք օրինակի համար մսի եւ խմորի համադրությունը, որը իդեպ օրինակի համար մեր վերևի հարևանը վիրքը ասում է խինկալի, մյուս ասում է մանթի, այն մյուսն ասում է լահմաժունի, այսինքն խմոր եւ միս, բայց այդ խմոր եւ մսի համադրությունը հասկանաք ինքը եղել է հայկական բարձրավանդակից, նույնիսկ արաբական աշխարհը, երբ որ արաբների մեջ գնում Դամասկոս, Հալեբ կամ ասենք մյուս տեղերը, իրենք ասում են սա վերևի լեռնային երկրից ենք մենք ստացել։ Մենք եկանք հասանք նրան, որ չենք է գրանցել ուրեմն։ Իմաստեղ աշխատումը կներեք, պահպանման համակարգը շատ կարևոր է, այսինքն եթե կա աշխարհում, ուրեմն sense մի հատ հասկացում փիլիսոփայական խորը, արարում, աբերում եւ պահպանում։ Մենք չունենք այդ պահպանումը։ Դրա համար մենք անդադ առաջին աստիճանի վրա ենք, հետո մենք մեկս մեկին հոշոտում ենք, նորից դառնում ենք զրոյական կետ, հետո նորից փորձում ենք ստեղծել։ Այսինքն սկզբի համար ուրեմն կներեք, էլի խոսքը կտրեմ, անկախ երկրի բանը, խնդիրը պիտի լինի նա, որ իր մշակույթին ինքը ամենասկզբից ընդունված նոր բառակապակցությամբ անձնագիր տա։ Միանշանակ, դա նույնիսկ նայեք, ես իմ կյանքի օրինակով կարամ բերեմ, երբ որ արևմուտքից մարդ է ես տեսնում, ասում եմ ինչ ա եղել ներբեռնի ինտերնետից, ասենք այս ծրագիրը կամ այս ֆիլմը նայի, ձերի կա։ Այդ մարդը ինտակրացնո չէ, ոչ լիցենզավորված չեմ ուզում։ Մենք կողքից գավառական շուստրություն էինք անում, ասում ենք հիմար է այս մարդը։ Չէ, արևմտյան մարդու մեջ նստած է հարկ տալու մշակույթը։ Արևմտյան մարդու մոտ նստած է, որ այս երկի համար ես որ պիտի փող վճարեմ գնալու այդ հեղինակին։ Հեղինակային իրավունք հարգանքը։ Ոնց կարելի է այս հարկը չվճարեմ։ Ես մի հատ գործարարի էի հանդիպել տարիներ առաջ։ Եկել էր Չինաստանի դեսպանատան աշխատող, առաջարկել է որ բան առնի Չինաստանի դեսպանատան համար։ Նայում ենք Չինաստանը, որը կոռուպցիայի երկիր է, ոնց է լինի։ Կոռուպցիան պիտի որ լինի։ Եկել է հայկական գավառական շուստրությամբ առաջարկել էր բան, ատկատ։ Արի դու ինձնից այս ապրանքը առ, հետո մենք իրար մեջ այս
Մտածել, խորը մտածել է чиновника, ասել է, «Нет, это деньги китайского народа». Միլիարդ ու կես մարդիկ чиновника մտածում է, սա, այս փողը, այս հատկատով իմ պետությանն է մեզ վնաս տալի։ Այսինքն դա մշակույթ է, սրա մասին է խոսքը գնում։ Այսինքն մենք պետք է մշակութային, ազգային բանը նրանում բարձրացնենք, որ մենք այդ change ասիականությունից դուրս գանք, մենք որպես ոչ թե կենացային մակարդակով լինի, այլ դա լինի մեր ամեն ինչի մեջ։ Արվեստագետին նայում ենք ցնդած է, ինչ ա եղել, որ լուրջ չեն վերաբերվում։ Լուրջ չի վերաբերվում։ Այսինքն այդ շերտը բանի լուրջ պետք է սկսեն ընկալել։ Ճապոնյան պատերազմից հետո ոտիկը ինքը հարգեց կայսրի հարգանքով իր ուսուցչին։ Սրա մասին է խոսքը գնում, ավել բան պետք չի։ Այդ ազգային իրան գալիս է արդեն։ Այսինքն երբ որ դու ունենում ես այդ ցենզը, այդ հարգանքը, այսինքն դու քեզ ես առաջինը հարգում, դա է հենց մշակույթը։ Այսինքն մշակույթը մենակ ցուցասրահը չի, որ գրած նայես կամ ծապտաս քո ծանոթն կարիճը կամ քանդակագործը կամ ժամանակակից արվեստ կամ համերգը կամ չգիտեմ գրքի շնորհանդեսը սա պետք է ծառավեմ այդ ջուրը խմում եմ ես դրա կարիք ունեմ այսինքն մենք պետք է ստեղծենք այդպիսի հասարակություն իսկ դա պետությունը չի հրով արտակով անելու դա մեխանիզմ է ստեղծվում պետության դերը հենց տեղա ինքը մեխանիզմ է ստեղծում որը դա տեղի է ունենում այսինքն իշխանական թևերի տարանջատման մեխանիզմ եւ այլ այդ որ ասում է ինֆորմացիա իրար փոխկապակցություն այսինքն աջ ձեռը չիմանա ձախը ինչ անում է այդ սաղ մշակույթ է այսինքն մենք անկախությունից հետո 200-ից ավել եկեղեցի ենք սարքել մենք շատ լավ գիտենք որ եկեղեցիները առաջ եղել են մեհյանների եւ բագիների վրա որոնք էներգետիկ դաշտերի վրա են կառուցվել հող գետնի վրա ու այդ եկեղեցիները որոնք կառուցվել են ոչ մի առողջություն չունեն նույնիսկ կներեք քրիստոնեությանը բայց դրա տեղը կարային շատ չէ խոնարհված մեր տաճարները ամրոցները գոնե բիզնես նպատակով վերականգնեին հեռու մի գրացեք Վրաստանում ինչ են անում այսօր մի զարմացեք ինչի է Թուրքիան վիզ դրած ուրարտական ժառանգությունը ուզում Իրանով անի որովհետև դա ինքն է ուզում ասի ես եմ իմ ժողովուրդը նույնն է հետո ինչ որ թուրքերեն են խոսում Այսինքն ասում հա ես տերովին տերնատարել անտերին գելը հիմա մենք պետքա պահպանման համակարգ ունենանք իմունային համակարգ ունենանք ներքին հարգելու պաշտպանելու մեր եղածը եւ առաջ ոչ թե ասենք ես արվեստագետ եմ երազ եմ մի հատ ամերիկյան շուկա մտնեմ իմ կտավը վաճառվի հա ված չի ես sense tenants պիտի անեմ իմ գործը կապ չունի իմ կյանքի օրոք թե կյանքիցս հետո թե ես մեկա ստեղծելու եմ ես չեմ կարա չստեղծեմ նույն մեղվի օրինակն է այսինքն բայց ես ուզում եմ որ իմ հասարակությունը շատ չեմ ուզում ինքը գա տեսնի ես լսելի լինեմ ես տեսնված լինեմ սրա մասին Կարա շրջագայից էլի խնդիր չկա բայց մեկ այն բարձր արվեստը չի ստեղծվում Հայաստանում Միգուցե չի ռոպագանդում Չէ, դե արվես այն մարդիկ ովքեր որ ստեղծագործեն, իրանք փորձում են ստեղծեն, ես համոզված եմ որ փորձում են։ Համակարգը չկա։ Համակարգ ասելու ինչ նկատի ունեք։ Նայեք, նոր ես ասացի որ կա նկարիչների միություն, գրողների միություն, թատերագետների միություն։ Դրանք սովետի KGB-ի սարքած բաներ էին, որը կոնտրոլ էր անում ոնց որ գողական աշխարհը։ Հիմա նկարիչների միությունը կա օրինակի համար։ Այդ շենքերի մի մասը կերան, ովքեր կային կոռուպցիոն։ Մնացել այն Շորժայի հանգստյան տուն, մի կիսատ պռատ, այն որ մնացածը ծախել են Երևան հյուրանոցին, ինչ որ ասենք իր հերթ չտալով, ասենք բան են, մի հետի չէ։ Ինչ է անում ինքը։ Իմ ընկերներն են, ասենք, էլի ընտրվել են իմ հասակակից, իմ ժամանակակից բաները, ասեն, տայեք, եկեք համակարգային փոփոխություն արեք, ինչ եք անում։ Միջև չլինի համակարգային փոփոխություն, արմատական։ Նայեք, արմատական փոփոխություն ինչ է նշանակում։ Կյանքը դինամիկ զարգանում է, բաներ կա, կյանքում դու չես կարա քիրփիջի նման, այդ հաղյուսի նման, օրենքները դնես ու պահես։ Կյանքը դուրս է մղում ոչ բնական օրենքները։
Երբ որ դու սկսում ես ապրել աշխատել, մարդկային գործոնը պետք է սկսես շատ, որտեղ մարդկությունը շատանում է ու կոնտրոլ այդ մարդկանց գործունեության, դու պետք է նենց մեխանիզմներ դնես, լոգիստիկ, որը այդ բանի մեջ այդ մարդիկ իրանց ասում է կեցի այն կատուն, որ իր փորի համար մուկ է որսում։ Այդ նույնիսկ հանգամանքով մարդկանց ձեռ տա անեն օրինական, մարդկանց ձեռ տա անեն սենց, մարդկանց ձեռ տա, որ ինքը պետությունը ինքը եւ հարկահավաքությունը եւ ֆինանսների ծախսերը եւ մշակութային եւ կրթական ոլորտների ինքը պետք է նենց կարգավորի։ Օրինակի համար հենց կրթության մեջ մի հատ լավ օրինակ բերեմ։ Օրինակ կրթությունը կա սենց։ Գնում ես մանկապարտեզ, դպրոց, ինստիտուտ, բարև ձեզ կյանք։ Սովետի ժամանակ ինչ էր, դու որ ինստիտուտ սովորում ես, քեզ գործ էին ապահովում ու դու սաղ կյանքդ ապրում էիր, գողություն անելով եւ այլն ապրում էիր։ Հիմա աշխարհը փոխվել է։ Դու կարաս կրթական համակարգը դարձնես ճկուն։ Մինչև 70 տարեկան թողան սովորեն։ Սվարչիկ, զոդող։ Ուզում է խառատ փականագործ բան անել։ Մի խոսքով այդ որ ստանոկով բաներ են տա։ Թողա սովորի, ասենք կվալիֆիկացիա ունենա, ուղարկի հնարավորություն տուր, ուղարկի դուրս այնտեղ բաները, որտեղ այդ ծերունդը մահացել է, չկա, որ պիտի սովորացնեի։ Այդ ու մեկ է քթի ծակ է սկսում մարդու մոտ, այդ շփումը իրա որ գնաց եկավ։ Քթի ծակ է սկսում զարգանալ, աշխարհում sense բաներ է կատարվում։ Մարդ գնում է Հունաստան, տենում է հույները օրվա կեսը քնած են։ Ու այդ վիճակում ուզում են մրցեն թուրքերի հետ, որ գիշեր-ցերեկ աշխատում են։ Ինքդ զգում ես, որ դու պետքա լուրջ մրցակցես։ Ադրբեջան կա, Վրաստան կա, Իրան կա, Թուրքիա կա, ոնց արես, որ քո բանը, այդ մշակույթը հենց այդ է։ Ոզու փոչով չի լինում, հենց այդ է։ Ուզում եք ասեք, որ ֆինանսավորման խնդիր է, հա։ Չէ, համակարգի։ Ճիշտ համակարգի։ Հիմա դու ունես մասնավոր բիզնես, գործարան կամ ասենք ցանց։ Վրիցը տանում են քո աշխատողները։ Դու ում հանում ես, ում բերում ես, նա մեկը մեկին վարակում է։ Այսինքն դու ինչ պետք է անես։ Մենակ ուզում ես տոննով փող տուր, պարգևավճար տուր, էլի ագողանալու։ Մեխանիզմը պետք է փոխես։ Այդ մեխանիզմը նես պետք է անես, ձեռ տա իրանց։ Որը բերում փոփոխման մտածելակերպը։ Մենտալիտետի փոփոխություն է բերում, այսինքն մենք սովետի մեջ դարել ենք ճկլաս, այսինքն գերմանացիները, արևելյան Գերմանիան, որ ռուսների ձեռի տակ էին, մինչև հիմա խելքի չի գալ այդ Գերմանիան մի վրա, այդքան փող է դնում։ Այսինքն, նայեք, ճիշտ է, չես կարող համատես գերմանացուն ուզբեկի հետ կամ թուրքմենի հետ։ Դա լրիվ տարբեր աշխարհներ են, բայց ռուսի ձեռի տակ են եղել։ Ա գիտեմ։ Ասենք դու ռուսի ձեռի տակ սավոկ ես դառնում։ Այսինքն հասկանում ես, օրինակ համար sense մի հատ բան կա, ասենք քո աշխարհանկալումը Միջին Ասիայի հետ դա ռուսականով է։ Դա ինքը միքս է թուրքա լեզուների ու իրանալեզուների խորեզմի բանով, իրանց խոհանոցով, իրանց մշակույթով, իրանց ճարտարապետությամբ եւ այլ, օրինակի առ, բացի ասենք տաջիկները, բայց ինքը Իրանով որ վեկալում ես, ինքը դա մշակույթը գլոբալ առումով դա կերտում է քաղաքացի։ Բայց պետությունը ինքն է կառավարում այդ process-ը իր դոկտրինայով։ Հիմա մեր մոտ ոչ մի բան չկա։ Այս պահին մենք ոչ մի բան, ինքը բարձի թողի ասում է ինչ ուզում եք արեք։ Դա ավելի վատ է, քան բանը։ Ասենք ինչ որ մի բան անեին, որ ավելի վատ պետք է ստացվեր օրինակ։ Ինքը պետական մոտեցում, այսինքն կրթությունը, երբ որ դու տալիս ես այնպես վիճակ, ճկուն համակարգ ես տենում, որ դու նախ ուսուցիչը պետք է չքննարկվի, լավ կուշտ փող ստանա, բարձր որակ ունենա, ինքն էլ իր վրա աշխատի անընդհատ ժամանակ առ ժամանակ նորմալ քննություն հանձնի իր կվալիֆիկացիայով, մտնի ինքը սկսի սիրով աշխատի։ Դու էներգիա ես տալի, դու տալիս ես անդաստիրակ երեխաներ։ Մեկ է տենում ես հեռուստատեսությամբ, ասենք Արմենիայով կամ բանով, շանթով, եկետով, հատ ընես սերիալա մտնում, բարև ձեզ։ Այդ սաղ այդ արածը ջուրն են գնում, կամ ժամանակակից սմարթֆոնների մեջ երեխեքը դրա մեջ են։ Դա ոնց անես, որ իրանց ձեռ տա, իրան կրթվեն։ Ոչ թե այնքան որ կրթվեն, իրանք ուզենան կրթվեն։ Այսինքն հիմա այսօրվա կրթության մեջ մի մեծ խնդիր կա, ոնց անես, որ քո աուդիտորիան, քո երեխեքը լսեն քեզ, ձեռնտու լինի, քեզ լսեն։
Դի շատ լուրջ թեմա է։ Ու դրա համապատասխան դու ստեղծում ես այտենց արդյունք։ Պարզապես ասենք կրթությունը արդյունք է տալու 20-25 տարի հետո։ Դու ուզում ես ունենաս ուժեղ բանակ, ուզում ես ունենաս կարգապահ հասարակություն, մտածող, աշխատասեր, արդեն ավտոմատ լուծվում է այդ մնացած ոչ պետքական բաները։ Ներեք ես ուզում մի բան ասեի։ Առհասարակ որ ասենց քննարկումներ անում ենք, խոսում ենք բան տարբեր ոլորտներ, տարբեր թեմաների շուրջ, ոնց հասկանում ենք բոլոր ոլորտներում քիչ թե շատ պատասխանատու, գործից հասկացող, ճիշտ գործանող մարդիկ կան, լավ գործանող, ոչ թե ճիշտ, լավ գործանող մարդիկ կան, բայց հենց այդ պետական համակարգերը որ չկան, իրանք իրարից անջատ են ու ոչ թե բոլորով նույն կետին են խփում, ասենք որ պետություն ունենանք, ուժեղ պետություն ունենանք, զարգանանք, առաջ գնանք, անընդհատ առաջընթաց գրանցենք, այլ այդ համակարգը քանի որ չկա պետական համակարգերը գոյություն չունեն, քաոսային շարժման մեջ են, այսինքն մոլեկուլների անկանոն շարժման մեջ են, ատոմների անկանոն շարժման մեջ են, որոնք որ լավ բան են անում, բայց արդյունք չի տալի, որովհետև նույն համակարգի մեջ չեն գործում, այսինքն ոնց որ շվեյցարական ժամացույցի մասերը բոլորը լինեն, սաղ իդեալական մասերը լինեն, բայց տենց սենյակ որ մեկ ցրիվ տված է լինի ու ժամացույցի գոյություն չունի։ Բայց է պետք է այդ համակարգերը ստեղծվի։ Դու կարող ես լավ բան անես, բայց դա ի վնաս է արդեն։ Օգուտ չտա, լավ վնաս չտա, օգուտ էլ չտա, բայց չի երևում։ Այսինքն մշակութային գործիչներն իրանց հերթին, չգիտեմ, էներգետիկ ոլորտի գործիչներն իրանց հերթին, սպորտսմեններն իրանց հերթին, այսինքն բոլորով նույն կետին գոնե sense կարմիր թելով գնա կապի իրար։ Դա ցավալի հարց է, դրա համար մենք պահպանման համակարգ չունենալով այդ նշվում է ինքը հնարավորություն է տալի մենք անընդհատ մեր ներուժը լավ կրթություն ստացած լավ երեխեքը գնալու են արտասահման ֆիզիկայի կլի մաթեմատիկայի արվեստագետ օպերայի երգիչ բոլոր ուրիշների համար են անելու այստեղ մնալու են արկամաններն ու մնացած թոփարները այսինքն դա փոխաբերական իմաստով եմ ասում էլի Մեկը ձեր խնդիրներից որպես լուծում Գերմանիա երրորդ ռեյխի ժամանակ երեցինք, երբ որ Գեբելսին տվեցին մշակույթի ու պրոպագանդայի նախարար, ինքը առաջի օրենքներից մեկը ընդունեց դեկեներացնող արվեստի արգելումը, ամբողջական։ Այդ ձեր կարծիքով այսօր հնարավոր է, պայմանական վերցնենք, որ մարդը, որը ունի այդ կամքը ունեցող քաղաքական գործիչներ կան, հնարավոր է արդյոք այսօր նման բան։ Նայեք, այդ հարցը, որ դուք տալիս եք, ինքը պետք է դիտարկեք ժամանակադրությունը։ Ինքը ինչ դոկտրինար էր որդեգրել երրորդ ռեյխը։ Երրորդ ռեյխը դրել էր sense արիական ցեղի գերակայություն, հենց գերմանական ցեղերի ուղիղ ժառանգորդ, ճիշտ գանգաձև եւ այլ եւ այլ։ Օրինակ, ուղղակի գրաքննություն էր գնում, որ նա ավելի բան, ճիշտ մշակույթ է։ Արիական մշակույթը ու այնտեղ սոցիալիզմի բաներ կան մեծ ցուցահանդեսներ էր ելնում ոնց որ Մուխինայի այդ նշածը սա նույն ձևի որ նայեք այդ արխիվացիան կա նրա իրանց բաները Վագներից ազդված երաժշտություն էր գրվում պարտադիր որտեվ Հիտլերը սիրում էր Վագներ Ապա տեսեք ինքը փակ է ինքը ստեղծում է փակ վիճակ ինքը սոցիալիստական այդ վիճակը սոցիալիստական վիճակը եթե այդքան լավ բան ուներ գերմանացի կպահեին իրանց մոտ սոցիալիզմը ռուսներին չտվեցին ռուսները իրանք ճահճի մեջ մնացին իրանք Պետրոս առաջինով դեպի Եվրոպա գնացին սկսեցին զարգանալ հետո սկսեցին ճահճանալ այդ բոլշևիկներից բայց Ռուսաստանը զարգացում է որտեղ եք տեսա ոնց Ռուսաստանը երբ որ ինքը եղել է Եվրոպա գցել համընդհանուր եվրոպական բանի հետ Ռոմանովների հետ հատվածը ինքը սկսել է աճել մեկ օրինակ բերեք Մալևիչը կար որը էլի ռուսական կայսրությունից է դուրս եկել կային ասենք բաները Մարկ Շագալը կար այնտեղ բանը կար Ռոտկոն կար Չէ, հզորներ, մեծ հզորներ ճիշտ է հրեական ծագումներով է բայց կապ չունի ինքը Ռուսաստանն է համամարտկային չէ Ռուսաստանում ինչ լավ բան եղել է մեկը միշտ կարելի ականջին նողաներ կներեք իհարկե եվրոպական արժե համակարգի մասը հենց իրանք սկսեցին առանձնանում են իրանք դեգրադացիա տեղում փլուզում է տեղի ունենում
Նույնիսկ Բեյրութի բանները տենց Բեյրութում սկզբից եթե նայում էր մեր մշակույթի գործիչները, սկզբից ցեղասպանությունից հետո որ գնացին, մարդիկ կամաց ակումբներ բան ստեղծեցին, հետագայում այդ ակումբները դառան բաներ, քյաբաբնոցներ, ավելի վատ քան արաբական քյաբաբնոցը։ Դրանքի համար իրանց այդ բանը, տենց այդ մենտալիտետը դառավ տենց շատ պրիմիտիվ, որովհետև հետո տեսանք ժամանակագրությամբ մշակույթը բուն լավ արվեստ, համաշխարհային ոտք գցող արվեստ եւ ազգային եւ բան, ինքա կերտվում էր այս մեր սոված Հայաստանում, կոպիտ ասած։ Այս ինչ ասես ասում ենք մեր երկրին, բայց մեր այս Հայաստանի հողի վրա է ստեղծում։ Իսկ ես պատահական չի, անձամբ ես շատ ունենալով ազգականներ դրսում, ես չեմ նախընտրում գալ, որովհետև ես հասկանում եմ, որ այս հողն է ինձ այդ էներգիան տալի։ Ես իմ ստեղծագործելու ամբողջ, ես դառնալու եմ լրիվ ուրիշ մարդ։ Այո, ես կարամ լինեմ կոմֆորտ զոնայում, այո, ես կարամ լավ գալերիների հետ աշխատեմ, այնտեղ կունենամ շատ մեծ ավելի հաջողություններ, բայց ես նժարի վրա դնում եմ իմ շահերի այն տեսակետով, իմ երկրում իմ հողը ինձ ավելի մեծ էներգիա տալու, որի ես կտամ այդ հակառակը։ Ճապոնացիները ասում են, եթե դուք խնդրեմ չունեք, գնեք դրանք, որ կյանքը տանի առաջ ձեզ, որտեղ դա է խնդիրներ լուծում, դա է նոր էներգետիկա տալի, ինչ որ ասում է մեր լեկտորը։ Իսկ Բեյրութը շատ հետաքրքիր պատմություն ունի, պրոստը շարունակեմ բզեր ասածը։ Այդ process-ները գնաց մինչև եկավ 60 թվերը, երբ որ որոշեցին, որ Բեյրութը դառնում է երկրորդ Փարիզ, եւ Շարլ Ազնավուրը ընդեղ է աստվածն էր։ Եվ մշակույթը շատ արագ փոխվեց։ Մարկարյանը, Շարլ Ազնավուրը, այո։ Շատ դառավ ֆրանսիական մշակույթը մտավ ամբողջությամբ Բեյրութ, փոխվեց այդ քաղաքը, այդ երկիրը դառավ մի հզոր, մի ֆանտաստիկ տեղ, որը բերեց նրան, որ 70 թվերին եվրեյները ստեղծեցին դե պատերազմ։ Քաղաքացիական պատերազմ։ Այո, եւ կոտրեցին այդ մեծ process-ը։ Դրա համար այդ հարցերում պետք է շատ զգուշ լինես։ Մշակույթը ոնց ստեղծում է, տենց էլ կարա հետո քանդի ու դա բերի քեզ մի շատ ծանր վիճակի։ Իսկ այս մեր թեմային, որ ասում եք, աբսոլյուտ ամեն ինչ եւ հարցերն են կայֆ եւ ձեր ձևակերպումներն են շատ լավ։ Պրոստը մենք ամենակարևորից չխոսեցինք։ Երևի դրան ժամանակը հələ չի ասել։ Ժողովուրդ, ինչ որ ուզում եք ստեղծեք, ինչ ուզում եք արեք, եթե դուք չձևակերպեք տեսլական, ինչ պետություն եք դուք ուզում, այդ պետությունը ինչպիսին պետք է լինի, ուր եք դուք ձգտում, այ մենք խոսում ենք էներգետիկայից, չէ՞ որ դուք ասում եք այդ էներգետիկան, որը որ քեզ պետք է տանի վերև, բոլորինս, եւ մեր մեծերի եւ փոքրերի, մինչեւ մենք չկարողանանք ճիշտ ձևակերպենք ինչ պետություն ենք ուզում, Ինչ ենք ուզում։ Մենք չենք կարողանա ձևակերպի ռուսերեն ասած ցել նպատակ եւ մեխանիզմները ոնց դրան հասնենք նոր հետո արդեն այսպես դարակներով կստեղծվեն ամեն ինչը ինչ որ դուք այդ հարցերը տվեցիք ամեն մեկը կունենա իր դարակը Այդ ազգայինը արդեն ինքնաբերաբար է ստեղծվել եւ արդեն գալու մեխանիզմներն են աշխատելու եւ առաջ ձեր նման ձեր էներգիան ունեցող մարդիկ այդ դարակները լրացնելու են ու ամեն մեկը լինելու է մի հատ այսպես մեծ դարակ, որը որ պետությունը այդտենց է կառուցվում։ Պետության վաղվա օրը տենց է կառուցվում։ Եվ դա անպայման է, բայց նստեք մտածեք տեսլական, փիլիսոփաներ, արվեստի մարդիկ, ով ուզում ալնի, հավաքվեք։ Ես вообще այս կոնցեպցիան տեսնում եմ սենց, ասում եմ մի 20 հոգի խելացի մարդ գտնենք, մի հատ սենյակ գտնենք, այս մարդկանց լցնենք ընդ դուրը փակենք։ Այս Coca-Cola եւ համբուրգերներ հետո։ 5 հատ թուղթ տանք ու ասենք 24 ժամ զուգանել չենք թողելու 24 ժամ հետո գալիս ենք որ տենանք թղթի վրա գոնե սկիլետը նկարեք դուք սկիլետը նկարեք այն կարևոր բանն է սկիլետը մենք հետո դրան միս ու արուն կտանք որտեղ մենք ունենք սկիզբ հայկից Կարանք բռնենք հայկից, կարանք մինչև հայկը գնանք, որտեղից ուզում եք, մենք մի հատ կարանք ֆանտաստիկ ծառ նկարենք, այդ ծառի վրա կարա ամեն ինչ լինի, դուդուկից սկսած ամեն ինչով, ինչ որ մերն է, то есть մերը, որը որ մենք տվել ենք աշխարհին, այդ ինչ բան է, չէ, երբ որ աշխարհը ընդունում է քոնը, նշանակում է ինքը դրա մեջ տեսնում է մի կարևոր բան, որ ինքը չի ունեցել, եւ դա լրացնում է իր մի բացը, մեծ բացը Իր զարգացումն է դա ապահովում։ Այդ կարևոր բաները, որ մենք ամեն ճյուղին կապենք բարձրանանք, մենք ընենց հետաքրքիր բաներ կսկսենք ստեղծել, որ մենք մեր վրա կզարմանանք։ Փոքր ազգ եմ, 3 միլիոն մարդ պահելը մի երկրում, զարգանալը նոր տեխնոլոգիաներով, նոր ամեն ինչով,
դժվար բան չի։ Տարի ու կես 2 տարի կարգի նորմալ մի հատ բան ղեկավարություն, որ կարողանանք ստեղծենք, այս process-ից սկսենք, առաջի քայլը դա պետք է լինի, տեսլականը։ Եվ դա բերել հասցնել ընդ որտեղ պետք է։ Դուք կտեսնեք մենք ինչ արագ կդառնանք այն ինչ որ ուզում ենք։ Սփյուռքը ահռելի ներուժ ունի։ Սփյուռքը ինչքան բան մեզ կարա տա։ Եթե մենք մշակում ենք այդ տեսլականը եւ մեխանիզմներն ենք մշակում, այդ մեխանիզմները պիտի բերեն այդ սփյուռքին այստեղ։ Пускай будет в виде интересов в деньгах։ Ինչ ուզում ալնի։ Բայց եթե եկավ ստեղ եկավ սկսեց ինչ որ բան դնել, даже եթե ինտերես ունի բիզնես, գեները զարթնում են։ Կցանկանայի շնորհակալություն հայտնեի բոլորից, որոնք ովքեր միացան, եւ սա ոչ թե լինի ոչ թե մենախոսություն կամ դա լինի շարունակական, անպայման շարունակական, բոլորի մասնակցությունը իրանց եթե կարևոր են համարում, պասիվ վիճակից մի քիչ ակտիվանան եւ ներգրավեն, մտածեն, շատ չէ, սկզբի համար թեկուզ մտածելու տեղիք ունենան, վերլուծեն եւ ինչու՞ չէ մասնակցեն այս կարգի խոսակցություններին եւ քննարկումներին։ Շնորհակալություն։